Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Նոր սահմանափակումներ Ռուսաստանից, ինչ լուծում է առաջարկում Հայաստանի կառավարությունը։ Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ։ Այս թեմաների մասին եւ ոչ միայն կխոսենք առաջիկա րոպեներին։ Նոր սահմանափակումներ Ռուսաստանից հունիսի 2-ին ժամանակավորապես կարգելվի Հայաստանից մի շարք մրգերի, իսկ հունիսի 3-ից ցորենի մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի եւ չրերի ներմուծումը։ Ըստ Ռոսելխոզնաձորի սահմանափակումները վերաբերում են կեռասին, բալին, ծիրանին, սալորին, դեղցին, նեկտարինին եւ խաղողին։ Բացի ներմուծումից արգելվելու է նաեւ նշված արտադրանքի տարանցումը դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ, մինչեւ արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը։ Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից եւ հայկական արտադրության թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի եւ ելակի ներմուծման համար։ Ավելի վաղ ռուսական կողմը նշել էր, որ Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանվող ձկան հավաստագրումը։ Մոսկվան արգելափակել էր նաև եւս 64.5 միլիոն շիշ ջերմ ու քանքային ջրի վաճառքը, նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Հայկական ապրանքները կարտահանվեն Եվրամիության եւ այլ երկրներ։ Այսօր քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն է ասել, Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումները նա սխալ քայլեր է անվանել։ Պարոն վարչապետ, խաղաղությանը ասեցիք այլ շուկաներում պայմանավորվածություններ կան, կասեք մանրամասնիկ որ շուկաներ, Եվրամիություն եւ այլ, այսօր մեզ մի քանի բան գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են եւ արդեն բարթերի առաջին եւ բանջարեղենի առաջին խմբականակները դուրս են եկել, տեղ կհասնեն նոր կասեն թե որ երկրներ։ Եվ ոչ մի ապրանք չի մնալու, ոչ մի ապրանք չի մնալու, ոչ միայն Եվրամիություն։ Արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններ։ Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ։ Եվրամիության խոսնակը հայտարարել է, որ որպես ինքնիշխան, ժողովրդավարական եւ անկախ երկիր Հայաստանն ունի իր սեփական ուղին եւ գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները։ Ըստ Եվրամիության խոսնակի Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը եւ ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Նա հավելել է, որ Բրյուսելը կշարունակի աջակցել Հայաստանին նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը չմեղմեց հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը։ Ընդամենը մի քանի ժամ անց Մոսկվան հայտարարեց հայկական ապրանքների նկատմամբ հերթական սահմանափակման մասին։ Ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, ինչու հենց ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը կոշտացրեց դիրքորոշումը եւ որոշեց գնալ կոնկրետ քայլերի։ Որքանով է Եվրամիությունը պատրաստ այս իրավիճակում աջակցել Հայաստանին եւ ինչպիսին կարող է լինել այդ աջակցությունը։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ Պարոն Բադալյան, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը չփոխեց իրավիճակը փաստորեն։ Ռուսաստանը շարունակում է տնտեսական սահմանափակումներ կիրառել Հայաստանի նկատմամբ, ինչը Նիկոլ Փաշինյանը սխալ քայլեր է անվանում։ Ինչ է ի վերջո կատարվում հայ-ռուսական հարաբերություններում եւ մինչեւ ուր կարող է հասնել այս լարվածությունը ձեր դիտարկմամբ։ Ինչ է կատարվում, երևի ավելի տեսանելի կդառնա թերևս խորհրդարանի ընտրությունից հետո, որովհետև այն ինչ կատարվում է հիմա, կարծում եմ ունի առերևույթ մի պատկեր եւ հետնաբեմում ըստիս բոլորովին այլ տրամաբանություն։ Օրինակ նախորդին այդ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Պուտինին աջակցության համար եւ պարզ չէ թե ինչ աջակցության մասին է խոսքը, որովհետեւ առերևույթ մենք տեսնում ենք, որ ոչ միայն աջակցության շնորհակալություն հայտնելու հիմք չկա, այլ հակառակը Ռուսաստանը ինչ-որ սանկցիաներ է կիրառում Հայաստանի նկատմամբ եւ թվում է թե Նիկոլ Փաշինյանը որևէ առիթ չունի շնորհակալություն հայտնելու։ Եվ չեմ կարծում նաեւ թե Փաշինյանը այդպես ինչպես ընդունված է ասել տրոլինգ է անում իր շնորհակալությամբ։ Հետևաբար իրավիճակը ունի թերևս որոշակի տողատակ եւ հետնաբեմ, որը տարբերվում է առերևույթ եղած պատկերից, եւ այստեղ նույնիսկ կարող ենք դիտարկել, որ հավանաբար այդ շնորհակալության առիթն այն է, որ Ռուսաստանի վարքագիծը Նիկոլ Փաշինյանին ավելի մեծ հնարավորություն է տալիս ավելի ճակերտավոր իմաստով համոզիչ եւ փաստարկված փիրախավորել ընդդիմության առաջատար ուժերին, նրանց մեղադրելով Ռուսաստանի պատվեր կատարելու համար, նրանց մեղադրելով իբրև թե Հայաստանի ինքնիշխանության դեմ գործելու համար եւ այլն։
Համենայն դեպս կրկնեմ, այս իրավիճակը բավականին բազմիմաստ է եւ կարծում եմ մենք խորհրդարանի ընտրությունից հետո ավելի լայն հնարավորություն կունենանք գնահատելու, թե ի վերջո ինչ էր կատարվում հայ-ռուսական հարաբերության դաշտում։ Եթե այս ուղղությամբ քննարկումը շարունակենք, ինչու հենց ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը կոշտացրեց դիրքորոշումը, չէ՞ որ եվրոպական ուղղությամբ գնալու պլանների մասին Հայաստանի իշխանությունները վաղուց են հայտարարում։ Եվ հենց սա նույնպես հարցադրումներից մեկն է, այսինքն շատ տարօրինակ է, որովհետև այդ իմաստով Հայաստանը ոչ մի գործողություն, ոչ մի քայլ ավելի չի արել, քան օրինակ 1 տարի առաջ, բայց հանկարծ մենք տեսնում ենք այսպիսի բորբոքում, թեմայի այսպիսի բորբոքում եւ տեսնում ենք, թե Ռուսաստանը ինչպես է ամեն օր այդպես փայտերի նոր տրցակ լցնում այդ կրակի վրա։ Եվ բնական է առաջանում են հարցեր կապված հենց հետնաբեմի հետ, այսինքն թվում է, որ սա ավելի շուտ առիթ է, այս թեման ավելի շուտ առիթ է այլ հարցեր լուծելու համար, քան բուն պատճառ։ Եվ օրինակ, երբ Հայաստանի հարցը տեղափոխվեց ԵԱՏՄ կլոր սեղան, Աստանայում տեղի ունեցող գագաթնաժողով, եւ նույնիսկ եղավ 4 նախագահների հայտարարությունը ուղղված Նիկոլ Փաշինյանին, ինձ մոտ տպավորություն էր, որ ավելի շուտ Ռուսաստանը Հայաստանի այս թեման օգտագործեց հենց ԵԱՏՄ-ի ներսում իր համար ավելի լուրջ հարցեր քննարկելու համար, եւ իմ գնահատմամբ այդ ավելի լուրջ հարցը կապված է օրինակ Ղազախստանի հետ, որը իր քաղաքականությամբ եւ որի շուրջ ստեղծված աշխարհակաղակական իրավիճակը Ռուսաստանի համար առավել մեծ մարտահրավեր է, քան այն ինչ թվում է Հայաստանի հարցում։ Միևնույն ժամանակ պատճառ է բերվում, որ Հայաստանում տեղի ունեցավ եվրոպական այդ գագաթնաժողովը, որ Զելենսկին եկավ եւ ինչ-որ հայտարարություններ արեց։ Ես կարծում եմ այդուհանդերձ, որ սրանք ինչ-որ մեդիա պարզաբանումներ կամ բացատրություններ են, որովհետեւ եթե գնահատում ենք իրական քաղաքականությունը, ապա մեղմ ասած դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը կարող էր ընդամենը Զելենսկու հայտարարության հիման վրա ինչ-որ քայլեր անել, չգնահատելով դրանց պրակտիկ նշանակությունը, որովհետև ի վերջո ինչ եղավ Զելենսկու հայտարարությունից հետո, ինչպես հայտարարել էր, նույն կերպ էլ հրաժարվեց իր այդ մտադրությունից եւ նույնիսկ այդ իմաստով հայտնվեց իր այդ մտադրությունից հրաժարվելու բացատրություն գտնելու անհրաժեշտության առաջ։ Այս տեսանկյունից կարծում եմ այդ ամեն ինչը ավելի շուտ հենց առիթներ են, իսկ բուն պատճառն այն է, որ նաեւ իշխանության ձևավորման process-ը աշխարհակաղակական խաղադրույքների բարձրացմամբ է ուղեկցվում ակնհայտորեն։ Եվ այստեղ Ռուսաստանը նաև այս թեման օգտագործում է իր խաղադրույքները բարձրացնելու, դրանց գինը բարձրացնելու համար։ Այսինքն հայ-ռուսական հարաբերություններում արկա իրավիճակի վերաբերյալ գնահատական կարելի է տալ միայն ընտրություններից հետո։ Դեք, եթե այն ինչ տեղի է ունենում այսօրվա իրադարձությունների բուն տողատակերը եւ շերտերը մենք գուցե ավելի տեսանելի կարող ենք դիտարկել ընտրությունից հետո։ Բայց եթե խոսում ենք լայն իմաստով հայ-ռուսական փոխհարաբերության մասին, ապա այստեղ իհարկե շատ ավելի խորը եւ ընդգրկուն տրանսֆորմացիա տեղի է ունենում շատ վաղուց։ Եվ ես առիթ եմ ունեցել տարբեր ձևաչափերով ասելու, որ իմ գնահատմամբ այդ տրանսֆորմացիայի, այսպես ասենք, սկիզբը դեռևս 2000-ականների առաջին տարիներն են։ Եվ այն ժամանակ իհարկե մեդիա միջավայրը, տեխնոլոգիաները այսպես հագեցած չէին, եւ այն ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները չէին արժանանում շատ մեծ ռեզոնանսի, որովհետեւ տեղեկատվական միջոցները բոլորովին այլ շրջանակ եւ բոլորովին այսպես ավելի սահմանափակ տիրույթ ունեին։ Մինչդեռ հայ-ռուսական հարաբերության շրջանակում հենց այդ ժամանակ տեղի էին ունենում բավականին այսպես բավական բարդ գործընթացներ եւ ես առիթ եմ ունեցել ասելու, որ Ռուսաստանը իր քաղաքականությունն է փոխել Կովկասի նկատմամբ, ելնելով տարբեր հաշվարկներից եւ դա անխուսափելի բերում էր նաեւ հայ-ռուսական հարաբերության փոփոխության, երբ սկսեց ավելի դինամիկ եւ ինտենսիվ փոխվել աշխարհակաղակական միջավայրը, այդ փոփոխությունները հայ-ռուսական տիրույթում դարձան ավելի զգալի։ Օրինակ, եթե չափենք Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում դա առավել տեսանելի եւ զգալի էր, առավել նկատելի էր թե ինֆորմացիոն տեխնոլոգիաների հագեցածության բերումով եւ թե նաեւ իրադարձությունների դինամիկայի ու ինտենսիվության։ Փաշինյանի ժամանակաշրջանում մենք տեսնում ենք, որ ինտենսիվությունն ու դինամիկան առավել մեծացել են։ Այսինքն այստեղ հայ-ռուսական հարաբերության հարցը շատ ավելի լայն է թե ժամանակի, թե տարածության։
Պարոն Բադալյան, Եվրամիությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը, ինչպիսին կարող է լինել Եվրամիության հնարավոր աջակցությունը Հայաստանին այս իրավիճակում։ Ես չեմ կարծում, որ Եվրամիությունը Հայաստանին աջակցություն է ցուցաբերում։ Եվրամիությունը աջակցություն է ցուցաբերում Հայաստանում իր շահերին։ Եվրամիության համար Հայաստանի խորհրդարանի ընտրությունը շատ ավելի մեծ կենսականություն ունի, քան օրինակ թվում է թե Ռուսաստանի համար, որովհետև եթե Եվրամիությունը այստեղ չի ապահովում իր քաղաքական նարատիվների շարունակականություն եւ խորացում, ապա մեծ հաշվով կանգնում է Կովկասից դուրս մնալու ռիսկի առաջ, որովհետև Վրաստանի հետ գիտենք հարաբերության բավականին սառը ռեժիմը, Ադրբեջանը Եվրամիության հետ հարաբերվում է ըստ էության հավասարը հավասարի հետ սկզբունքով, որքան էլ հնչի տարօրինակ, այդուհանդերձ այդ սկզբունքը ամրագրված է նույնիսկ մարտին ընդունված համատեղ հայտարարությամբ Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտայի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի համատեղ հայտարարությամբ։ Այնտեղ նշվում է, որ կողմերը հարաբերվում են հավասարը հավասարի հետ։ Իդեպ, եթե համեմատենք մայիսի սկզբին Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովի արդյունքում հրապարակված 44 կետանի հռչակագրի հետ, այնտեղ այդպիսի որևէ ձևակերպում չկա, որ Հայաստանն ու Եվրամիությունը հավասարը հավասարի հետ են հարաբերվում։ Եվրամիությունը հիմա փորձում է իր անմիջական ներգրավվածությամբ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը պաշտպանել իր շահերը, որովհետև կրկնեմ, եթե Հայաստանի քաղաքականությունը փոխվում է, ապա Եվրամիության համար սա իսկապես լուրջ խնդիր է դառնում Կովկասի եւ արդեն ոչ միայն Կովկասի, այլ նաեւ դեպի Կենտրոնական Ասիա ուղղությամբ։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ռուսական տնտեսական սահմանափակումներն ուղեկցվում են նաև գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ սպառնալիքներով։ Էներգետիկ անվտանգության առումով ինչ վիճակում է Հայաստանը, ինչ այլընտրանքներ կան ռուսական գազին։ Թեմային իմ գործընկեր Քրիստինե Ոսկանյանն է անդրադարձել։ Հայաստանի էներգետիկ անվտանգության ողնաշար համարվող Մեծամորի ատոմակայանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության կայունության երաշխավորն է, այլև անկախության խորհրդանիշը։ Որպես միակ լուրջ երաշխավոր ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 40%-ը եւ կայունացնում համակարգը։ Մնացած 60%-ը դեռ կախված է գազի խողովակից։ Ինչպես գիտենք, ատոմակայանի աշխատանքը երկարաձգվել է մինչև 2036 թվականը։ Իսկ թե ինչ կլինի, երբ կայանը կանգնի փակվելու շեմին, էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը վստահ է, կսկսվի աղետ։ Եթե մենք կորցնենք աշխատող ատոմային էներգաբլոկը եւ տեղը ոչ մի բան չունենանք, Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կնվազի 35-40%-ով, ինչը անթույլատրելի է Հայաստանի համար, մանավանդ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական դիրքը Հարավային Կովկասում։ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը մոտեցել է վտանգավոր եզրագծին։ Պատճառը վերջին տարիներին ռազմավարության զարգացման բացակայությունն է, համոզված են մասնագետները։ Էներգետիկ անվտանգությունը միայն էլեկտրաէներգիան չէ, որը Հայաստանում համեմատաբար մատչելի է, կայուն եւ ավելին կարողանում է արտահանել։ Էներգետիկ անվտանգության ամենակարևոր տարր է նաեւ գազը, որի մոտավորապես 90%-ը ստանում է Ռուսաստանից, իսկ 10-ից 13%-ը Իրանից։ Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես էներգետիկ անվտանգությունը պայմանավորված է քաղաքական դիրքորոշումներով։ Վատագույն սցենարի դեպքում, եթե Ռուսաստանը քաղաքական դրդապատճառներով թանկացնի կամ փակի գազը, Հայաստանում կսկսվի տնտեսական ճգնաժամ, որը կանգնեցնելը շատ դժվար կլինի, վստահեցնում է էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանը։ Հայաստանը որպես առայժմ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն որոշակի առավելություններ ունի։ Լինելով ԵԱՏՄ անդամ, նաև մենք ավելի էժան ենք գազը ստանում։ Մեծամորի ատոմակայանը աշխատում է նորից Ռուսաստանից բերվող հարստացած ուրանով, որը նույնպես մենք բերում ենք բավականին միջազգայինից համատաբար էժան գներով, որպես ԵԱՏՄ անդամ երկրներ։ Մենք գազը բերում ենք $175 սահմանին, օրինակ եմր տարածաշրջանում այդ գինը չկա։ Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ։ Հայաստանում կլինի շատ բարդ իրավիճակ, իսկ մենք դա չենք ուզում։ Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում։ Այնտեղ լավ գազ բացի ռուսական գազից չի կարող լինել։ Ամբողջ հարցը միայն այն է, թե որտեղից Հայաստանը կստանա ռուսական գազ եւ ինչ միջնորդների կվճարի։
Հայաստանը պետք է հաշվի առնել գործող գազատարների երթուղիներն ու հնարավոր մաքսատուրքերը։ Գազի թանկացման մասին նման բան չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք։ Այսինքն մենք պայմանագիր ունենք, որը գործում է, եւ այդ պայմանագիրը փոխշահավետ է։ Վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանի էներգետիկ անվտանգության համար այլընտրանք են նաև արևային կայանները։ 2022-25 թվականներին Հայաստանի կառավարությունը սուբսիդավորել է արևային կայանների համար 0% դրույքով վարկեր, որն էլ այս ոլորտում թռիչքային աճ է գրանցել։ Ճիշտ ներդրում է, մոտավորապես 3-ից 4 տարվա ընթացքում հետ գնումով ձեռք բերում է, միգուցե մեր գնահատականով լավագույն ներդրումներից մեկն է, որ ասենք այսօր քաղաքացին կարող է իրեն թույլ տալ, թե մատչելիության իմաստով, թե օգտակարության իմաստով։ Ինքնարժեքի տեսանկյունից եւս շատ մատչելի է արևայինը համեմատած ջեկերի հետ, գազի հետ։ Մենք օգտագործում ենք արևային պանելներ։ Ընդհանրապես Հայաստանում շատ օգտագործել արևային էլեկտրոէներգիա, որովհետև ինքը շատ էժան է եւ սկզբնական ծախսը շուտ վերականգնվում է, հետա գալիս։ Ես հույսս արևի վրա եմ դեմ, որովհետև կայուն աղբյուր է եւ քաղաքականության հետ գործ չունի։ Հայտնել ունենք, ենել ունենք, ամեն ջերմություն կստանանք եւ կարեւորը տան ջերմությունն է մարդկանց։ Տարվա ընթացքում 300 արևային օրեր ունեցող Հայաստանի բնակչությունը հույսը դնում է հենց արևի վրա, հստակ գիտակցելով, որ այն այլընտրանք է ոչ թե փոխարինող։ Քրիստինե Ոսկանյան, ՎՏ Հայաստան News։ Ռուսական օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի խոշոր քաղաքներում, այդ թվում Կիևում, Դնեպրում եւ Խարկովում առնվազն 11 մարդ է զոհվել, վիրավորվել ավելի քան 100-ը, հայտնել են իշխանությունները։ Մայրաքաղաք Կիևում առնվազն 4 զոհ եւ 65 վիրավոր կա, այդ թվում երեխաներ, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով 24 հարկանի բազմաբնակարան շենքի ենթադրյալ հրթիռակոծության պատճառով այն փլուզվել է։ Հնարավոր է, որ փլատակներում մարդիկ են մնացել։ Հյուսիսարևելյան Խարկովում դրոնային հարձակման հետևանքով 10 մարդ է վիրավորվել, նրանց թվում երեխա, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Վարշավայի կենտրոնը վերածվել է բասկետբոլի բացօթյա մեծ արենայի։ Լեհաստանի մայրաքաղաքն այս շաբաթ հյուրընկալում է բասկետբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Աշխարհի գավաթը Լեհաստանում անցկացնելը պատահական չէ։ Երկրում այս մարզաձևը դինամիկ զարգացում է ապրում ինչպես ազգային հավաքականի մակարդակով, որն արդեն 2 անգամ մասնակցել է օլիմպիական խաղերին, այնպես էլ երիտասարդ մարզիկների պատրաստման առումով։ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 40 հավաքական, 20-ական տղամարդկանց եւ կանանց թիմեր։ Նրանք մեդալների համար պայքարելու են հատուկ այս առիթով կառուցված տրիբունաներում, որոնք տեղավորում են շուրջ 2500 երկրպագու։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։